Դե իհարկե հասկանում են շատ դժվար, որովհետև անչափահաս երեխաներ են ու այս որոշումը կայացնելուց առաջ գիտեմ դատավորը ինչ է մտածել, շատ դժվար է երեխաների համար էլ։ Երեխաներին ասել եք, չէ՞։ Այո, իհարկե։ Երեխաները իրենք տեսնում են, կարդում են եւ շատ լավ տեղյակ են իրավիճակից։ Իրանք նույնպես բարդ են իրենց հայրիկով։ Այսքանը ավելացրած։ Հակոբյան Քրիստինա։ Ես շնորհակալ եմ։ Սա ձերներ։ Մայրը եւ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ դուք այս պահին կադրերում տեսնում եք Դավիթ Համբարձումյանի անչափահաս երեխաներին, քիչ առաջ նրա կինն էր խոսում, նշելով, որ այս իրավիճակը շատ բարդ եւ դժվար է Դավիթ Համբարձումյանի երեխաների համար։ Դավիթ Համբարձումյանը համաձայնեց վարչապետի թեկնածուն չկա մի նպատակություն, որ հենց դրանից հետո գուցե նրա նկատմամբ սկսվի քրեական հետապնդումը, տարբեր քրեական գործեր հարուցվեն։ Իհարկե կար մտավախություն, բայց եթե բոլոր ընտանիքները վախենան ու մտածեն միայն իրենց ընտանիքի մասին, հաստատ մեր երկիրը կգնա դեպի կործանման, ինչպես հիմա որ տեսնում ենք բոլորս։ Դավիթ Համբարձումյանը ինքը ասում էր, որ ցանկացած զարգացման պատրաստ է, այսինքն այս իրավիճակը իր համար նորություն չէր եւ նաեւ հայտարարություն էր տարածել, որ անպայման վերադառնալու է եւ այս իշխանություններից չէ, որ փախչելու է։ Ձեր կարծիքով այս իրավիճակում ինչ կարող էր օրինակ Դավիթ Համբարձումյանը անել։ Այս ընթացքում Դավիթը ուներ հնարավորություն չվերադառնալու, բայց նա որոշեց վերադառնա, քանզի ինքը լիովին արդար է եւ վախենալու ոչինչ չունի։ Այսինքն այս ամենը համարում եք քաղաքական հետապնդում։ Այո, իհարկե։ Վճռի թիվը տևողությունը ավելի ճիշտ որ տեսնում եք, կարծում եմ պետք է հիմար լինի այն մարդը, որ կասկածի, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Քանի որ եթե վճիռը դատավորը տար օրինակ 6 տարի, Դավիթը չէր կալանավորվի։ Այդ 3 ամիսը հատուկ է արված, որպեսզի Դավիթին կալանավորվի։ Չնայած նրան, որ Դավիթը պետք է արդարացվեր, քանզի նա ոչինչում մեղավոր չէ, ոչինչ չի արել, որպեսզի արժանանա պատժի։ Եվ որևէ խախտում չի կատարել, չէ՞, այսինքն խափանման միջոցի անհրաժեշտություն փոփոխելու լինում է այն դեպքում, երբ որ ինչ-որ ռիսկ է առաջանում, այս դեպքում ոչ նախաքննության մասին է խոսքը, ոչ որևէ խոչընդոտման վերաբերյալ բան կա։ Որևէ խախտում չի արել, Դավիթի ճանապարհը բաց է եղել, նա գտնվել է Մոսկվայում, գործուղման, ինչպես նաև անձնական հանդիպումներ կային, այդ իսկ պատճառով գտնվել է Մոսկվայում, իմանալով վճռի մասին, հենց առաջին իսկ րոպեից ասել է, որ վերադառնալու է։ 1 րոպե անգամ չի կասկածել իր որոշման մեջ։ Այս պահի դրությամբ ինչ ինֆորմացիա ունեք, վայրը կատարել է, հասկանալ է, իսկ տեղյակ եք ինչ-որ պրոցես արդեն եղել է օդանավակայանում, որովհետև հակասական տեղեկություններ կային դրսում, մեկն ասում էր, որ արդեն կարծեք տարել է, մեկն ասում է, սպասում ենք այս մտքով պիտի դուրս գա։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, որովհետև այս ընթացքում ձեզ հետ էի զրուցում, հիմա կճշտեմ։ Դուք այսօր 4-ին եք վերադարձել Մոսկվայից։ Չկարողացաք համոզել ձեր ամուսնուն, որ ամեն դեպքում վերանայի որոշումով, որովհետև 6 տարի դատվել նշանակում է 6 տարի հետաձգել իր քաղաքական պլանները։ Որտեղ ինքը քաղաքական պլաններ ուներ եւ դրա մասին հայտարարել էր եւ իրեն ընդունել էին որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Ու կարծես թե նախապատրաստական աշխատանքների մեջ էին, համենայն դեպս անընդհատ մենք հարցազրույցներից այդպիսի ընկալում ունեինք։ Ճիշտ է, ես այսօր ժամը 4-ին եմ վերադարձել, Դավիթի հետ միասին էի, որպես կին առաջին արձագանքս եղել է, որ չվերադառնա, սակայն
ինքը միանգամից մերժել է ու ես ինքս հասկացել եմ, որ շատ սխալ առաջարկ եմ արել։ Հայտի դարձա, որ ինքնաթիռից դուրս գալիս հենց կանոնավորել են, այո, հա, էստա ասում։ Դե ես ուրիշ որևիցե բան չէի սպասում անկեղծ ասած այս իշխանություններից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ մենք զրուցում էինք Դավիթ Համբարձումյանի տիկնոջ հետ, նա ասաց, որ Դավիթ Համբարձումյանին սկզբից փորձել է համոզել, որպեսզի չվերադառնա, հետո հասկացել է, որ ինքը շատ սխալ առաջարկություն է արել։ Ես նաև ձեզ տեղեկացնեմ, որ Դավիթ Համբարձումյանը արդեն իսկ կալանավորված է, նրան հենց ինքնաթիռ իջեցնելուց են կալանավորել, այդպիսի կադրեր հրապարակել է Նարեկ Մալյանը։ Փաստորեն նրան ինքնաթիռից անմիջապես իջնելուց արդեն իսկ իրավապահները ձեռնաշղթաներ են հագցրել։ Նշեմ, որ մինչ այս պահը մենք այդպես էլ Դավիթ Համբարձումյանին օդանավակայանից հանելը չենք տեսել։ Հիշեցնեմ, այստեղ նաև Դավիթ Համբարձումյանի անչափահաս երեխաներն են, նրանք սպասում էին իրենց հայրիկին։ Անարի հլը։ Այստեղ էին նաև Դավիթ Համբարձումյանի ծնողները, ընկերները, այստեղ նաև հազարավոր քաղաքացիներ են, ովքեր վստահ են, որ իշխանությունները Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում։ Նստի։